Բարև ձեզ եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Այսօր իմ հյուրն է ՀՅԴ բյուրոյի անդամ Տարոն Տեր Խաչատուրյանը։ Շատ շնորհակալ եմ, որ իմ հրավերը ընդունեցիք ու շատ հաճելի է, որ այս օրերին գտնվում եք Հայաստանում եւ ժամանակ եք գտել հայկական լրատվամիջոցների հետ քննարկել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները։ Պարոն Տեր Խաչատուրյան, մենք քարոզարշավի մեջ այնքան խրվել ենք, այնքան այս գործընթացին մեջից ենք նայում, որ մեզ մոտ տպավորություն է, որ Սփյուռքը կամ շատ անտարբեր է, կամ մեր գոյության մասին, քաղաքական պայքարի մասին տեղյակ չի, կամ ավելի մեծ գործերով զբաղված եւ մեր վրա ուշադրություն չի դարձնում։ Դա այդպես է, արդյոք է դա ճիշտ է։ Նախ շնորհակալություն Զարա ջան արիթին հրաբարագի հետ ասելույթ ունենալու, իրականությունը ամբողջությամբ հակառակն է։ Սփյուռքը չափազանց մտահոգ է Հայաստանի ներկա կամ վերջին տարիներու գործընթացով, գսկանք որ կահավեժ ընթացքի մեջ է 2018-ին իվեր հայրենիքը, հատկապես 2020-ի 44-օրյա պատերազմի թեմականացված բարդությամբ, որոշները տպավորություն ունին, եւ 2023-ի Արցախի հայաթափումով, նաեւ ինչու՞ չէ, վերջին տարիներուն հadouk երևույթ է, որ Սփյուռքի մեջ կսկանք Հայաստանյաց արաքելական Սուրբ Եկեղեցիի թեմ, Էջմիածնի թեմ, Էջմիածնի կաթողիկոսին թեմ, այսինքն Կարեկին երկրորդի ամենահայոցի թեմ եղած պայքարը։ Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանության թեմ հանդեպ եղած ժխտական երևույթները, Արցախահայության հանդեպ սերմանված ադելությունը, ընդհանրապես ինքնության հետ կապված հարցերու նսեմացումը Հայաստանի մեջ, հատկապես օրինակի համար երբ գորոշվի Արարատի փոխարեն Արաքազի մասին խոսվի կամ աշխատանք կդարվի դպրոցներու մեջ հայոց պատմություն դասավանդելու փոխարեն դասավանդել Հայաստանի պատմություն եւ այլն, աս բոլոր իրենք շղթական անդրադարձներ ունենան։ Սփյուռքը բարձր անտենաներով, բարձր ուրեմն բանով հետաքրքրությամբ կհետևի ներգայի հայաստանյան գործընթացին եւ անշուշտ ես Սփյուռքի անունով չեմ խոսի, բայց լավադեղյակ ենք Եվրոպայի, Ամերիկաներու, Կանադայի, Միջին Արևելքի, Ավստրալիու մեր քաղաքներու ներքին դինամիկային եւ ցեզի գրնամ հաստատել, որ չախչախիչ մեծամասնությամբ ակնկալությունը այն է, որ իշխանապողություն տեղի ունենա հունիս 7-ին, հունիս 8-ին արդյունանք ավելի լավ լուրերով ունենանք կառավարությունը կամ իշխանությունը, որ Սփյուռքը լուրջ չի առնե, նաեւ իշխանությունը որ դերը գտնի մեր իրավունքներուն, դերը գտնի մեր ինքնության եւ գարենա առանց զիջումներու, առանց մեր անցյալը մոռնալու լեզու գտնել հարևաններուն հետ եւ առաջ տանել մեր օրագարկը։ Նիկոլ Փաշինյանը մեզ փորձում է համոզել, որ Սփյուռքը այդքան միատար չի, հա, Սփյուռքը այդքան համախմբված չի, որ կա Ռուսաստանում ապրող հայկական համայնք, որը Ռուսաստանի իշխանությունների հրահանգով, պատվերով իր դեմ է աշխատում, եւ կա Արևմուտքում ապրող այն հին ավանդական Սփյուռքը, որը աջակցում է իրեն, որը բացարձակ խնդիր չի տեսնում իր վարած քաղաքականության մեջ։ Ինքը այդ էմոցիան մեզ որ տալիս է, փորձում է համոզել, որ այդ եվրոպական ոչ միայն քաղաքական ընտանիքի աջակցություն ունի, այլ ունի նաև եվրոպական Սփյուռքի աջակցություն։ Դա այդպես է։ Երբեք այդպես չէ, Զարա ջան, մենք շատ լավ գսկանք Ֆրանսիայում, Բելգիկայում, Հոլանդիայում, նույնիսկ այսօր Հունաստանում եւ Լիբանանում, Սիրիայում, բազմաթիվ այլ երկրներու մեջ, որ Սփյուռքը երբեք այդպես չէ։ Ասեմ ցեզի, որ մենք 1500-1600 տարի Սփյուռք ունեցած ենք, վերջին 400 տարին հատկապես Շահ Աբբասի ստեղծած Սփյուռքին լույսին տակ ունեցած ենք նաև Բաշկաստանի բարական եւ այլ դերեր։ Սակայն Ռուսաստանի Սփյուռքը հատկապես հետ 1991-ի անկախություն Սփյուռքն է, մեր ակնոցով, եթե գխոսենք դասական Սփյուռքի մասին, որ հետ ցեղասպանությունը Սփյուռքն է, որուն չախչախիչ մեծամասնությունը կգտնվի արևմուտքի մեջ, մենք շատ լավ դեղյակ ենք, որ անոնց սկացումները ինչ են։ Ցեզի երկու օրինակով տամ։ Առաջին օրինակը Փարիզի մեջ 11-12 ապրիլին այս տարի դեղի ունեցավ
Սպյուրքի ասկային զորաշարժի խորհրդաժողով, որում մասնակցեցան 26 երկիրներ, 60 քաղաքներ, Բուենոս Այրեսը մինչև Թորոնտո, Լոս Անջելես, Բրյուսել եւ բազմաթիվ այլ տեղեր 168 պատգամավորներ։ Եվ հոմ մենք գրցանք շոշափել հստակ մտահոգություն Հայաստանը սպյուրք հարաբերություններու վատթարացման մտահոգություն, հայաստանյաց արաքելական Սուրբ Եկեղեցի դեմ հարցակումներու հետ կապված մտահոգություն, առհասարակ սպյուրքի զորաշարժը չի կործածելու մտահոգություն եւ այդ մեկը մեր միջոցներով գրցանք շոշափել Փարիզի մեջ։ Երկրորդ օրինակն ամսես։ Մենք քեշ աղեք ունեինք 10-15-20 տարի առաջ սպյուրքի նախարարություն։ Եվ երկար ժամանակ Դիգին Հրանուշ Հակոբյանն էր այդ նախարարուհին։ Եվ ունեինք բոլորս թե տրական թե ժխտական արժևորում այդ նախարարության աշխատանքին, որ գուզեինք մաքսիմալ աշխատանք ունենա, բայց չէինք հասնել այդ կակատնագետին։ Բայց այսօր ցեզ ես կհավաստիացնեմ Բարոն Զարեհ Սինանյանի ղեկավարած հանձնարարության գրեթե ոչինչ կկատարվի։ Եթե ովևէ անց Զանոթ է որ 8 տարի է Զարեհ Սինանյանի ղեկավարած հանձնագետարությունը ինչ հաջողություն արձանագրած է սպյուրքի մեջ, ես կուզեմ լուսավորվիլ, ես ցեզ իմ հասցես կուտամ ինձ ղրգեցեք եւ ասեք, այս չափանիշներով այս աշխատանքը դարել է։ Գուկա Լոս Անջելես Facebook-ին գտեկանանք, որ եկած կացած է, գայցել է որոշ քաղաքներ, հանդիպի որոշ անհատներու հետ, որոնք քաղաքապարագից են իր հետ կամ իր Վարպետին, Բարոն Վարչապետին հետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ առհասարակ գար համար է սպյուրքի գարույցները, լանանոն կուսակցություններ, եկեղեցիներ, թե գազམ་ագերբություններ։ Բայց իշխանությունը մեզ վստահեցնում էր, որ նոր կառույցներ են ստեղծվել, հա, Սփյուռքի, նոր այդ Զարեհ Սինանյանի այդ Սփյուռքի հանձնակատարների նոր գրասենյակներ են բացվում, նոր կառույցներ են ձևավորվում, այդտեղ ինչ որ մարդիկ են մասնակցում։ Արդյոք դա է։ Եթե այդպիսի ապացույցներ կան, շատ ավելի բարձր պետք է դերակացվենք, ծանոթ ենք, որ որոշ տեղեր գայցել է համասարանական որոշ խումբերու, գարույցներ առհասարակ գոյություն ունին, ընդհանրապես հյուպատոսություններն են Հայաստանի, որոնք գոյություն ունին, սպյուրքի հանձնագետարի աշխատանքները շատ սահմանափակ են սպյուրքի մեջ եւ առհասարակ այսօր ցեզի հավաստիացնեմ, սպյուրքի ներուժի ավելի քան 99%-ը չի կործածվիր Հայաստանի եւ սպյուրքի, նայեցեք նաեւ կարողությունները եւ կարելիությունները օգտագործելու իմաստով։ Երկու օրակարգ գոյություն ունի սպյուրքի հետ կապված։ Մեկը ինչպես է սպյուրքի ինքզինքը, ինչ հայեցակարգով պիտի կարենա գանքում բահել, ի հեճուկս այս բոլոր դժվարություններում, որովհետեւ սպյուրքը նաեւ հիաստապված է Արցախի բادرազմով առաջին 44 օրյա բادرազմով Արցախի ցեղային զդումով եւ ցեղասպանությամբ սպյուրքահայը նաեւ հիաստապված է էջմիածնաթեմ հարցակումներով եւ հիաստապված է ընդհանուր առմամբ Հայաստանի մեջ բադահած այս դինամիկաներով եւ այդ ծիրի մեջ սպյուրքը այսօր ունի օրագարկ ինքզինքը գանքում բահելու վերընծյուղելու իսկ երկրորդ օրագարկը ինչպես այդ սպյուրքի ներուժը Բիդի օգտագործվի մեր հայաստանյան օրագարկերու բարելավման եւ ուրեմն հայրենիքի ծառայեցման մեջ լադիգա տնտեսական քաղաքական թիվանակիդական գրթական ուսումնական եւ արևմտահայերենի բահբանության եւ բազմաթիվ այլ բնակավարներու մեջ այդ հայեցակարգը այսօր չկո է Եվ սպյուրքահայ իր մորթին վրա գսկա, որ Զարեհ Սինանյանի ղեկավարած, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած այս ուրեմն աշխատանքը առհասարակ սպյուրքը երկրորդական չէ, չորրորդական սեբելու, սպյուրքի մտահոգություններով չսպաղելու, Բարոն Փաշինյանը պաշտոնապես կհայտարարի, որ ինքը Հայաստանի քաղաքացիների պատասխանատուն է։ Մինչդեռ մենք Եկել եմ ասել իմ վրա հույս չդնեք, այդ հայտնի տեսանյութը, որ ամբողջ Հայաստանում տարածվել է։ Մեր ակնոցով Հայաստանը եւ Հայաստանի իշխանությունը, որովհետեւ գլխատված, ցեղասպանված, դոկորված, դեղահանված ժողովուրդ եղած ենք մենք եւ մնացորդածն որ այսօր գաբրի, դասական սպյուրքի մեջ մեզի համար փարոս է Հայաստանը։ Մեզի համար Փարոս է նաև փարոյական արժեք է, մորալ արժեք է Հայաստանի իշխանություններու այդ վարչապետի պաշտոնի վրա նստողի հանգամանքը։ Մենք մեր մորթին վրա հասկացած ենք արևմտա Հայաստանը գործընծնելը։ Այսօր մենք սկանք
Արցախի գորուստը, Արցախի հայաթափումը, ադորմար միակ հայրենիքը որ մնացած է մեզի, այս փոքր Հայաստանն է։ Ընենք ամեն ինչ, սփյուռքահայը այսօր առհասարակ մտահոգ է այս պետությունը գործընկնելու գործընթացով, ինքնությունը գործընկնելու գործընթացով։ Ադորմար մեզի համար շատ կարևոր է իբրև ասկ գանկում մնալու համար, ասորի չդառնալու համար, ուրիշ առանց անհայրենիք ժողովուրդներու չդառնալու համար ընդրենք շիդակ իշխանությունը, շիդակ կառավարությունը Հայաստանի մեջ, որ դեր գտնի Հայաստանի բեդության, ինքնության եւ իրավունքներուն եւ օգնության եւ համագործակցության ցերկ երկար է հայ սփյուռքին։ Անկախ թե անիկա Ռուսաստան է, թե արևմուտքի մեջ է։ Հիմա տարիներ շարունակ Սփյուռքը մեզ մեղադրում էր, ասում էր Հայաստանցին մեզնից միայն գումար է ուզում, հա, այլ մասնակցություն չի ուզում։ Այս պահի դրությամբ չեմ կարծում, որ Հայաստանցին գումար է ուզում, բայց քաղաքական մասնակցություն ուզում է։ Ուզում է Սփյուռքի կառույցների գուցե հայտարարություններ, գուցե հեղինակավոր կարծիքի արտահայտում։ Այս գործընթացում հիմա մի տեսակ մենք կարող է ես սուբյեկտիվ եմ, հա, կարող է դա իմ տպավորությունն է, որ Հայաստանցին ոնց որ թե մնացել է այս ընտրությունների մեջ մենակ Սփյուռքի կառույցների մասնակցությունը մենք չենք տեսնում։ Եթե չհաշվենք Դաշնակցության հայկական մարմնի ակտիվ քարոզարշավը, այլ մասնակցություն այս պահին տեսանելի չի։ Ինչ կարող է անել Սփյուռքը, որպեսզի այս պահին ճիշտ կողմնորոշվի Հայաստանի բնակչին։ Նայեցեք, ուզենք կամ չուզենք, սիրելի Զարա, Հայաստանը հայն է որ պիտի քվե, հայաստանցին է որ պիտի քվեարկե։ Եթե չունիս հպատակություն, քվեարկելու իրավունք չունիս։ Ադորամար մենք միան կրնանք հորդորել Սփյուռքեն Հայաստանի քաղաքացիներուն, որ շիդակ ընտրություն ունեն, որ մենք իբրև հայրենիք եւ մենք իբրև մեկ ասկ, մեկ ժողովուրդ, մեկ հայրենիք կարողանանք ցերցերքի առաջերտալ։ Բայց Սփյուռքահայը գուտա որոշ օժանդակություններ այսօր աս ընտրության հետ կապված, օրինակ, եթե Սփյուռքի մեջ հաստատված հայերգան, որոնք հպատակություն ունին, քան քվեարկեն։ Եթե մենք դուրսը գտնանք ռոպագանդ անել, որ նաև աստենք անցելու վրա որ քան եւ քվեարկեն։ Դուրսեն թիդված, անում եք, բայց կա հիմա այդ գործընթացը։ Այո, մենք իբրև գուսակցություն այդ աշխատանքը գնենք, որ Սփյուռքի մեջ ապրող Հայաստանի քաղաքացիներ անոր գրնա, անոր միջոցը ունի նյութական։ Նայեցեք, աժան չէ, $1000-1500 է այսօր Ամերիկային կամ այլ դեղերը ճամփորդելը, բնականաբար կա եւ քվեարկե, որովհետեւ կարելի չէ Սփյուռքի մեջ ապրող Հայաստանի քաղաքացի լալ եւ երթալ հյուբադոսարանները կամ տեսփանատունները քվեարկել։ Մենք նաեւ այդ խորհրդաժողովը ունենք Փարիզի մեջ անցյալ ամսուն։ Ճիշտ այդ մտահոգությամբ որ նայեցեք հայրենի ժողովուրդ։ Մենք մտահոգ ենք, մենք պատրաստ ենք ցերկի աշխատելու, բայց երկու ցերկ պետք է զապելու։ Մեկ ցերկով չկարելի չէ, մեկ թոքով կարելի չէ շնչել։ Մենք փորձում ենք, մենք ամեն ինչ կնենք, որ ցեր հետ կարենանք աշխատել։ Մտիգրեք, հետևեցեք, որ մենք մտահոգ ենք Հայաստանի մեջ պատահածներով, բայց այսօր ունենք սահմանափակումներ։ Այսօր կա իշխանությունը, որ մեզի լուրջ աչքով չի նայել, գսե որ ցեղասպանությունը ցեր խնդիրն է։ Արարատը սիմվոլ չէ։ Ցեր հիշողություններեն բաներեք։ Արցախը օրագարկային նույն պետք չէ լա։ Հայաստանը միան հայաստանցիների համար է, հայության համար չէ, որ այս դիալեկտիկը, որ այս խոսույթը կոյություն ունի Հայաստանի այսօրվա իշխանավորներուն կողմէ, ադիգա բավական սահմրգեցներ կմտահոգի Սփյուռքահային։ Ի հեջուկս այս բոլոր դժվարություններուն մենք կտեսնենք վերազարթում, մենք կտեսնենք հույսի նշույլներ, որ Սփյուռքահայը գեցած է գանկուն Հայաստան ապրող մեր քաղաքացի, Հայաստանի քաղաքացին, որ ցերկ-ցերկի կարողանանք առաջերտալ։ Ադոր առաջին քրավագանը իշխանապողությունն է։ Եվ որ ունենանք մենք շիդակ ղեկավարություն, որ Հայաստանի օրագարկը առողջ կերպով արժև կտանի, հայությունը գտիտե իբրև մեկ ամբողջություն, որ ունի մեկ հայրենիք, որ այսօրվա Հայաստանն է, եւ գահասկնա Սփյուռքի ներուժի կարևորությունը։ Մենք նաև Լևոն Տեր-Պետրոսյանի օրերուն նկատված էինք Նարինջիդով Սփյուռքահայեր։ Ես նաև հակառակ կոնտրարիեն թեզ բիտտամ ցեզի Զարաջան։ Մենք որ Սփյուռքի մեջ որ կգարձենք, որ շատ դվինք Հայաստանին եւ արդյունքը այս եղավ, այդ է սխալ է։ Այնպես չէ որ մենք անձայրազիր դվինք Սփյուռքեն Հայաստանի համար։ Մենք ավելին պետք է ենք թե Սփյուռքի համար, թե Հայաստանի համար, որովհետեւ ունենք այդ կարողությունները, ունենք այդ պոտենցիալը Սփյուռքի մեջ ավելին անելու, բայց աս բոլորը գարոդին շիդակ ուրեմն կառավարում, management եւ շիդակ ղեկավարում, այսինքն leadership, ոչ է լիդերի անձը, Նիկոլի կամ ով որ է, leadership իբրև ղեկավարում,
Երբ որ դու ունիս հսկայական պոտենցիալ եւ շիդակ չես ղեկավարեր, արդյունքը գլա շատ փոքր։ Ադոր համար հայությունը իր Հայաստանով եւ Սփյուռքով ունի ասկե շատ ավելին անելու կարողականությունը, որ շիդակ ղեկավարումով Հայաստանեն եւ Սփյուռքի հանդեպ եւ Սփյուռքի առողջ մոդեցումով մենք շատ ավելի առողջ տեղ կգնանք գնալ։ Ադոր համար այդ մեկը սկսի հունիսի 7-ով։ Ես համաձայն եմ, մեր մոտ տպավորությունն է Հայաստանում, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու, վերարտադրվելու որևիցե շանս չունի, եթե չլինի արտաքին աջակցությունը, հա։ Հենց մենակ եմ, որ ընտրությունից մի ամիս առաջ բերում են Եվրոմիության գագաթաժողովը այստեղ անցկացնում բոլոր եվրոպական ղեկավարների տեսքով, սելֆիներով, այդ մեծ քարոզարշավ էր հիշեցնում, հա, ոնց որ մեծ տեսանյութ էր քարոզարշավի համար։ Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ գիտեք, ինձ նաև Ամերիկան է աջակցում, ես այս արևմուտք գնացող իմ ուղին աշխարհի բոլոր պետությունների կողմից աջակցված է, բացի Ռուսաստանից, այստեղ ինձ թվում է Սփյուռքը շատ մեծ դեր ունի ցույց տալու կամ գոնե հաղորդակցվելու այն երկրներում, որտեղ ինքը գտնվում է, այդ իշխանությունների հետ, որ մի արեք, հա, մի աջակցեք մի մարդու, որը երկրի համար կործանարար է։ Կան ինչ որ կառույցներ, որոնք դրանով զբաղվում են, ասենք, գիտեմ, Եվրոպայում կամ Ամերիկայում։ Մենք ունենք մեր միջոցները ոչ թե Հայաստանի քաղաքականությունը ճշտելու, այլ մեր միջոցները ուղղորդելու մեր ապրած երկրներուն, ուր մենք քաղաքացի ենք, այդ երկրի որտեղած քաղաքականություն։ Նայեցեք արևմուտքի մասին, որ գխոսենք, Զարա ջան, միադար չի արևմուտքը, այսօր Եվրոմիությունը եւ Վաշինգտոնը, Ամերիկան, Թրամփը նույնը չեն։ Այսինքն այսօր Թրամփը շատ ավելի դարբեր մոդեցում ունի Ռուսաստանի, Ուկրաինայի հետ կապված հարցին Թրամփի հետ, քան թե Եվրոմիությունը։ Այսօր Եվրոմիությունը սահմռգած է, վախեցած է Ռուսիա-Ուկրաինա հարցեն։ Եվ ինքնակլուխ, ինքն իր մե, որովհետև նաև ՆԱՏՕ-ի հետ կապված, Հյուսիսատլանտյան, ուրեմն այդ միավորումին հետ կապված Թրամփը դարբեր քաղաքականություն որտեղած է, բացահայտ քան թե Բայդենը։ Մենք աշխարհակաղակական վերլուծումի չեր տանք այսօր, բարձրապես որ ծեզի Եվրոպայի եւ Ամերիկայի մոդելությունը նույնիսկ նույնը չէ։ Հիմա Եվրոպան աջակցում է Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուն, իսկ Ամերիկան չի աջակցում, ես ճիշտ եմ հասկանում։ Նույնքանով չէ, այսինքն մենք այդ մեկը չենք ըսկար, նույնքան այնքան որքան գսկանք Եվրոպայի բարակային։ Ես հատկապես Եվրոպայի մասին խոսում, որովհետեւ օրինակը որ դվիկ, երբ մայիս 4-ին 5-ին Եվրոպական միության ղեկավարությունը 48 երկրների ղեկավարներով, իր Մակրոնով, իր Մելոնիով, իր Ստարմերով եւ այլն գուկա եւ Երևանի գետրոնի մեջ շոգը գազմագերբեր։ Ասիկա Եվրոպայի ամենաբարձր սկզբունքներուն հագաթրվող սկզբունքներուն մեկն է խառնվել ներքին ընտրություններուն։ Երբ Վանսի եկավ, հոս նույն սևի եղավ J.D. Վանսի օրերում, որ աջակցեցավ ուրեմն բանի բարակային Նիկոլ Փաշինյանի ընտրության, քիչ մը նվազ ցայդուն գերբով, քան ինչ որ Եվրոպան արավ։ Եվրոպան այսօր անպայման Ռուսիո հետ խնդիր ունի, Ուկրաինայի բادرազմին հետ կապված եւ այսօր դրամատիր է Մոլդովայեն մինչեւ այլ երկիրներ իր հարցերում մեջ փանի վերածելու գրվախնսորի վերածելու Հայաստանը ինքը չպետք է տնե այն իրավիճակի մեջ որ Եվրոպական միություն Ռուսաստանի Դաշնություն այս հագամարտության մեջ մենք վերածվենք վարելանյութի մեր գարկավիճակը, մեր իրավիճակը այնքան փխրուն է այս դարաշրջանի մեջ, որ մենք հյուսիսի հետ լավ հարաբերություն մշակենք, արևմուտքի հետ, հարավի հետ եւ արևելքի հետ լավ հարաբերություն մշակենք, ներառյալ Թուրքիո հետ լավ հարաբերություն մշակենք, հարց չունենք, բայց այդ մեկը Թուրքիո արաքային ոչ ի հեջուկս մեր իրավունքներում, ոչ ի հեջուկս մեր հավաքական ազգային հիշողության։ Ադոր համար Եվրոպայի ռազը հարաբերապար անընդունելի բարը չկործածեն, բայց զարդուղի երևույթ էր, որովհետև իրենց զուտ աշխարհակաղակական շահերը մեկնած եկած էին ընտրությունները մեկ ամիս առաջ իրենց աջակցությունը հայտնելու այսօրվա իշխանավորին եւ իրենք թեմ են արտաքի միջամտության եւ սրա համար հիբրիդային միջամտություններու մասին խոսին եւ ադոր համար երկու անգամ 10-15 միլիոն եվրո դվին Հայաստանին որ հիբրիդային միջամտությունները առաջ կնե բայց իրենք իրենց
միջամտությունը օրինավոր գսեն, այսինքն նմանի ասի մեկը որ իր աչքի մեջի Գերանը չի տեսնի, բայց ուրիշի բարակային շյուղ տեսնի։ Բայց Եվրոպան իր շահերով գնա եւ Եվրոպան արդար է որ իր շահերով առաջնորդվի։ Թուրքի կառույցները Մակրոնին ասի մի գնա, Էմանուել ջան, սիրելիս, մի գնա, չի կարելի, սխալ է գնալ Փաշինյանին օգնել։ Մենք մեր ուժերը պետք է շիդակ գնահատենք։ Մենք ունենք աստեցության միջոցներ, բայց այնպես չէ որ ամբողջ երկրի պետական շահերը դեղափոխելու, այսինքն պետություններ կառաջնորդվին իրենց զուտ պետական շահերով։ Շատ լավ բիդի լար բարոն Մակրոնը այցելեր նաև Էջմիածին, նաև այցելություն ունենար ընդդիմության ուժերի հետ, բայց նորեն գսեմ, մենք Ամերիկայում որ գտիտենք Եվրոպայի մեջ պատահածը, Եվրոպան իր Ֆրանսիայով, Գերմանիայով, Անգլիայով սահ մր գազ է, վախեցած է Ռուսիայի մեծ արջի իրենց ակնոցով արթնալուն եւ թեպի Եվրոպա էքսպանսիայի կամ դարածվելու մտահոգությամբ եւ ադոր համար ամեն ինչ կնեն ներառյալ իրենց միջամտությունը Մոլդովայի մեջ կամ Ռումինիայի բարակային եւ այլն որ հիմա Հայաստանի բարակային որ իրենց շահերը առաջ մղեն մենք սեղանին վրա ջաշ լալու մեր այդ գարկավիճակի մեջ պետք է գտնվենք մենք սեղանի վրա նստող եւ ջաշ ու դոներում գարկավիճակի մեջ պետք է գտնվենք եւ ադոր համար կսկակ հիմա ամերիկան քիչ դարբեր ընթացքի մեջ է ինչ կվերապերի Չինաստանի հետ հարաբերության ինչ կվերապերի Ռուսաստանի հետ հարաբերության ինչ կվերապերի Ուկրաինայի պատերազմին Թրամփի մոդելությունը քիչ ավելի դարբեր է քան ինչ որ է Եվրոպայի մոդելումը Շատ հետաքրքիր է։ Մեկ էլ գիտեք ինձ ինչն է հետաքրքրում, որ այդ միջազգային կառույցները, որոնք ժամանակին իրենց ճղում էին, նույն քաղաքական բանտարկյալների հարցերով, նույն գերիների հարցերով, հիմա լուր են ու չեն նկատում ոչ Բաքվի բերդում գտնվող մեր գերիներին, ոչ Հայաստանում դատվող քաղաքական պատանդներին։ Այս կառույցների վրա ազդեցության մենք լծակներ ունենք, հնարավորություն ունենք իրենց աշխատացնելու։ Շատ շնորհակալ եմ, Զարա, որ այս հարցը թրիր։ Մենք ամեն սևով, իբրև կուսակցություն, գազագերբություն, սպյուրք, հայաստանյան գարույց, մենք համա հայկական գարույց ենք, աշխատենք մեր այդ օրագարկը առաջ մղելու, բայց մեր ամենամեծ դժվարությունները մեկը այն գարույցները, որոնց հետ կխոսենք, օրինակի համար միջազգային Գարմիր խաչ, օրինակի համար որոշ պարլամենտներ մեզի գսան որ ծեր բեդությունը, ծեր իշխանությունը թեմես է ռսածին։ Այսինքն դուք ցեղասպանության մասին կխոսիք, ծեր իշխանությունը ճուզեր հետապնդել, դուք Արցախի հարց կխոսիք, Արցախի հարցը ծեր իշխանությունը Երևան նստած ճուզեր արձարծվի։ Քերիների հարց կխոսիք, Հայաստանի իշխանությունը այդ ուղղությամբ պետք եղածը չներ, կտեսնեք սոցցանցերի վրա նոր բաներ որ կան, արցախցիներուն գակնարգե որ դուք ծեր հայրենիքը ցկեցիք, թողեցիք, եկաք աղջիկը գինը գործընծուցած է հայրը իբրև ազատամարտիկ մահացած ազատամարտիկի թորան ներկայության մետրոյի մեջ ինչեր է ասում այսինքն այս աստիճան որ իրավունքներեն զիջելու գեցվածքը Հայաստանի պաշտոնական Երևանի կողմը մենք հագարակած բոլորին հաջողություններ գարցանակրենք օրինակ Եվրոպական խորհրդարանում Արցախի գծով նոր փանացև անցավ Բելգիկայի խորհրդարանում նոր փանացև անցավ Շվեյցարիայում նույնպես Հոլանդիայում Նեդերլանդներում նույնպես այս բոլորը ի հեջուկս պաշտոնական Երևանի Իսկ պաշտոնական Երևանը ձեզ խանգարում է, ասենք դուք փորձում եք գերիների վերադարձի գործընթաց սկսել, այստեղից ասում են դրա կարիք չկա, մենք չենք ուզում դրանում մասնակցել։ Այդքան չլար Զարա ջան, հետևյալ ցավով կբարայի, նստած եք խոսիկ, ես անձնապես իմ օրինակով չիդամ, կխոսիս գերիների մասին, հոն քեզի գսե որ մեզի համար օրինակի համար եթե այս թիմումը պաշտոնական Երևանի կողմ է, հարցը ավելի կթյուրանա, դուք ոչ pedagogan գարույց եք կամ գազագերբություն եք թուրսը եւ այլն Մեզի կհասկացնեն, որ խոչընդոտներ կան, կամ որ պաշտոնական Երևանը իր պատգամավորներով գերտա որոշ տեղեր գսե, որ ցեղասպանության հարցը մի շատ խոսիկ դուրսը, որը մեզի խնդիր կստեղծի խաղաղության համար եւ այլն, աս ամենը իրենց ճշտական արձագանքները կունենան։ Եթե համահունչ աշխատվի Երևանի եւ Սփյուռքյան մեր գարույցներով միջև ոչ միայն Թաշնակցության, այլ Սփյուռքյան գարույցներով միջև շատ ավելի առողջ տեղ կհասնենք, թերերու բաժանում ըլլա, դուք էս արեք, մենք այդ կանենք եւ կամ միաժամանակ աս հարցը արձարծենք եւ այլն, եւ որ հագոտնյակ աշխատիս, մեկը մյուսին չեզոքացնե եւ շատ բարականու արդյունքը գլա ոչ տրական եւ կամ ոչ բավարար գերբով տրական
Բայց հակառակ բոլորին վերջին 2-3 ամիս այս օրինակներ որ դվից էս Եվրոպա որոշ երկիրներ այս բոլոր նոր զարգացումներ են ուր եվրոպացիական որոշ երկիրներ Շվեյցարիան ինքն է ասում որ Արցախի 150,000 ժողովուրդը ունի մարդկային իրավունքներ, անկախ ազգային իրավունքներ, մարդկային իրավունքներ իր բաբենական հողերում վրա ապրելու։ Եվ որ 2500 տարի հոնապրած է Արցախահայությունը, եւ այսօր առաջին անգամ լալով massայական շբրդված է իր հողերեն, եվրոպական որոշ երկրներ իրենք կսեն, անկախ մեր քրիստոնյա ըլլալեն, մուսուլման ըլլալեն, թե ոչ մարդկային իրավական անգյունները թիդված կսեմ որ դուք իրավունքներ ունեք նույնիսկ եթե պաշտոնական Երևանը չի բարձրացային է այս միտերը Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի եվրոպական այդ լիդերները, հա, այդ առաջնորդները, որ եկել էին իրեն աջակցում էին, իր հետ տեսանյութերի մեջ էին նկարվում, ինչ որ կերպ փորձելու են շարունակել այդ աջակցությունը իրան, ինչ որ կերպ փորձելու են, ուզում եմ ասեմ, ինքն ինձ այստեղ ցույց տալիս, որ նայեք ինձ այնտեղից աջակցում են, դրա համար ես այստեղ կվերընտրվեմ, հա, բայց ես այդ աջակցությունը բացի սելֆիներից այլ տեղ չեմ տեսնում։ Ուզում եմ հասկանամ, կա ինչ որ գործուն մեխանիզմ, բացի այդ հիբրիդայինի դեմ պայքարի մի քանի միլիոն դոլարը եւ բացի այդ սելֆիները, իրանք այլ աջակցություն տալիս են Փաշինյանին։ Այո, մոնիտորինգ որ գուղարկեն անշուշտ իրենք պիտի իրենց գոմնորոշումները մոնիտորինգի բարակային Եվրոպան դված իրենց միտական աջակցությունը մեծ է այն շոն որ եղավ մեծ է նայեցեք Գերմանիան չեկավ հadoop իմաստ ունի որոշ ղեկավարներ չեկան hadoop իմաստ ունի բայց անտին անկլիո ղեկավարը եկավ եւ այլն բոլորն ալ գանտրատարնան որ իր վիճակը բավական խախուտ է բավական թույլ է եւ ադոր համար գուզեն ապահովել հարավային Կովկասի մեջ իրենց կորզունյա ընկերը որ Ռուսիո հանդեպ շղթական գեցվածք ունենա եւ որ Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն հյուսիս Ատլանտյան դաշնությունը այս շրջանի մեջ կնշանակեն Թուրքիան իբրև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Թուրքիան գուքա իբրև փանի ոչխարի մուշտակով Քարի մուշտակով աղվես եւ գուքայր փանթուրանական ծրագիրները իրակորձելու ինքը մի քանի 100 տարվա ծրագիր ունի այս ամբողջ շրջանը թրքացնելու եւ Հայաստանը իրենց համար ադիկա մեծ բադվար է մեծ հարց է ադոմար մենք ուշադիր պիտի շարժենք այս հարցերում մեջ Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի զոհը չդառնալու մենք շատ թյուրությամբ կրնանք Եվրոպայի հետ շատ լավ լալ նույն ադեն Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գանքում բայել հիմա օրինակ Ռուսաստանը հարց կտնե եթե յադմեի մեջ կամ մեզ կամ Եվրոպային կամ պիտի յադմեի մեջ մնաս եւ աս տարիֆ կամ փոխանակման դոգոսներու հետ կապված յադմեի մեջ մնաս եւ այս ամսուն վերջը ժողով գա Ղազախստանում որ կամ գիտեմ եւ կամ Եվրոպական միության տուն չես կրնար Համենտեղ նստես Արդու ամուսնացած լալ էս անցին հետ եւ երեկոյան ամուսնացած լալ կամ գենակցիլ կամ ամուսնանալ այլ անցի հետ նույն օրվա մեջ չես կրնար դու պետք է որոշես որ մի ամուսնություն գա ասպարակային բան չի գա բազմագնություն չի գա կամ բազմամուսնություն չի գա եւ ադոր համացան պիտի որոշես եւ ասիկա զուտ տեխնիկական հարց է կարելի չէ Ռուսաստանի հետ առանց pedagogan հարգելու ապրանք փոխանակել նույն adın Եվրոպայի հետ փոխանակել ես չեմ ասել Ռուսիան սադենք Եվրոպայի փոխարեն ես ասեմ որ քո գարկավիճակը շատ փխրուն է դու այնքան խոհեմ գերբով հերադես գերբով պիտի հարաբերիս որ չինոմանի քո արածը վիճակահանության դոմս կնելու եւ հուսալու եւ աղոթելու հայրմերը ասելու որ Աստված օգնե որ ես այդ վիճակահանության շահեմ եւ միլիոնադեր հաղթողի դոմսի իմս լա չես կնար այդպեսի ռիսկ առնել տոն այնպեսի իրավիճակի մեջ ես որ դու պիտի կարենաս լուծում գտնել որ մի առավել մի ընելդ մեկ առավել մեկ ընելդ երկուսից ավելի արդյունք տա սիներգիա ստեղծես 3-4-ի արժեք տա եւ ադիգա մենք ունենք այդ կարողականություն ունելը Եվրոպայի հետ մեր հարաբերությունները ոչ թե միայն սպյուրքի կամ տաշնակցության շատ խորունգ են Ռուսաստանի եւ Արևելքի հետ մեր հարաբերությունները շատ խորունգ են Ամերիկայի մեջ մեր հարաբերությունները նաեւ ցեղասպանության հետ ստեղծված սպյուրքով շատ խորունգ են այն քիչ ժողովուրդներ են որ գրնանք մեր Հայաստանով եւ սպյուրքով շատերի հետ լավլալ եւ մեգուն հետ ցերծկված արավելությունը չլա ի վնաս մյուսին այլ ստեղծենք այդ էքստրա
հավելյալ սիներգիան։ Հիմա հետաքրքիր է, որ Փաշինյանն ասում է, եթե ընդդիմությունը ընտրվի, հա, ասում է Եվրոպայի հետ հարաբերությունները դադարելու են, Ամերիկան իրանց մերժելու է, դուք գնալու եք դառնաք Ռուսաստանի մի մասը, հա, մնալու է միայն Ռուսաստանի Դաշնությունը ու դուք այդ միութենական պետության մի տարրն եք դառնալու, կորցնեք ինքնիշխանությունը։ Սա ճիշտ է։ Եվրոպացիք էլ մեր հետ չեն շփվել։ Մենք բազմադասնյակ տարիներ Եվրոպայի հետ շատ լավ շփված ենք, ոչ Փաշինյանի օրերուն նաև միշտ լավ հարաբերություն ունեցած ենք եւ հոն իբրև գուսակցություն եւ իբրև սպիրտ մենք օգտակար եղած ենք եւ գրնանք լալ նայեցեք եթե բարդվի Փաշինյանը ընտրություններուն Եվրոմիությունը դակավին հոսպիտիկա եւ լեզու գտնե որովհետեւ Եվրոմիությունը Հայաստանին վազ պիտի չանցնի բարձրապես ընտրությունը այնպես չէ որ կամ գնդրես Ռուսիան կամ գնդրես Արևմուտքը ինքը այդ ծավով կներկայացնի հարցը որովհետեւ իր հաշվին գուկա ընդրական կամպանիայի իմաստով այդ մեկն էլ նաև ինքը խոստումներ կատարած է թե Եվրոպային հատկապես Թուրքիային եւ Ադրբեջանին չհայտարարված խոստումներ որոնք իրականացնելու համար ինքը ստիպված է ըստ իրեն վերընտրվել եւ կալ այդ խոստումները ամփոփացնել մեր արժևորումը այն է որ այդ խոստումները լալու են բազմաթիվ ասկային արժանինքներու եւ իրավունքներու հաշվին եւ մենք մեր ինքնությունը գործընկնելով եւ կամ Բեդության հսկա վտանգը լալով մեր քոյությունն է որ դիսկսի վտանգվել որովհետև այնպիսի միան նայեցեք 30-40 տարի առաջ Սովետ միությունն եւ Ամերիկան էին այսօր բազմաթիվ փևերներ կան բազմաթիվ միջին ուժեր կան որոնց կարգին Թուրքիան միջին ուժ է Հնդկաստանը միջին ուժ է Իրանը միջին ուժ է ինչու՞ չէ նաեւ կան ուրիշ միջին ուժեր մենք եթե Չինաստանը մեզնալու ընթացքի մեջ նայեցեք անցյալ շաբաթ Թրամփը նախագահ Թրամփը Չինաստան էր եւ հետեւեցեք ինչ պատահեցավ հոն այսօր Չինաստանը քերագշիր քրեթե քերբեդություն է, եթե ոչ քերբեդություն, որ իր խոսքը ունի սերիկ։ Եվ այս բոլորի մեջ այնպես չէ որ Եվրոպան ամենակարևորն է եւ գիշխը։ Նաեւ ցես գետմը ասեմ եւ ասիկա բարոն Մակրոնը ուրախ պիտի չլա ասելուս Մակրոնը բազմաթիվ դեղեր փորձեց ինքնակլուխ արդյունք չկցկել ներառյալ Գազայի մեջ, ներառյալ Լիբանանի մեջ, Լիբանանի Բեյրութի նավահանգիստի բայթումեն յետք ներառյալ այս վերջին դարիներուն վերջին 1.5 տարին Հեզբալլայի հետ կապված համացայնության եւ զինադատարին դժբախտաբար Մակրոնը որքան ուզենք Ֆրանսիայի կարևորությունը շեշտել իր բադվանտանին վրա չի գնալ որ ինքնին բարդատրել հոսքալ այս շոննելը նաեւ ինքնափաստումի երևույթ մներ որ նայեցեք ես կոնե դեր մփամ մգրնամ անել ներառյալ Գյումրի երթալ եւ լավ բոհեմ երկել են մինչեւ Երևանի հրաբարակներում իր ռազմները երբ որ մարդը գուկա քու մայրաքաղաքիտ մեջ Ռուսիո հանդեպ բանը գարտա գոնտակ գարտա իմ հաշվից միներ այդ արադացերնությունը ես քեզ ջաշարան կհրավիրեմ բայց վերջավորության դու գվճարես ջաշարանը իմ հրավերս չեղավ իմ հաշվից իմ անվտանգության ինքնիշխանությանս հաշվին մի քիչ իմ հրաբարակներես Իմիս մասին գխոսեմ, ծեր հրաբարակներն, Հայաստանի ժողովրդին, բոլորի հրաբարակներն, Երևանի հրաբարակներն, Գյումրի հրաբարակներն, այդ արտահայտություններն են, երբ որ Ուկրաինայո խնդիրը չլուծված, որոնց ճակատագիրը դակավին հայտնի չէ, որ երկու շաբաթ են կվերջանա, թե 7 տարի են կվերջանա։ Կտեսնեք, այս Ուկրաինայո պատերազմը ավելի երկար տևեց, քան հայրենական պատերազմը 41-ից 45։ Այո։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եք։ Բարի գալուստ։ Խնդրեմ։ Այսօր այսքանը կհանդիպենք հաջողություն։